Եվ դա հայտարարել եմ տեղյակ եմ, բայց չէ՞ որ պարզապես կարգավիճակ ունեք, Տիկին Խաչատրյան։ Դուք պատուհանից եկում տեսնում եք, թե ես ինչ եմ խոսում արդյոք։ Ես պատասխանել եմ Համոսյան հետ լրատվամիջոցին տված իմ հարցազրույցում։ Գնացեք հետ տվեք, լսեք։ Հայկ Գոնջորյանն էր։ Բա որ գիտեք ինչի է բանալու։ Դե մենք չգիտեինք Իմացա՞ք։ Ստացվել չէ, սա նշանակում է, որ այն քննադատությունը, որ մինչ այդ կարգավորում, որ հնարավոր է հաջորդ ազգային ժողովում չլիներ, հաստատորեն փոխվել է ինչ-որ բան, որ ով է ձեզ ասել, որ հնարավոր է ժողովուրդն է կարծացել։ Քիչ կարծացեք, այլ ինձանից լսեք։ Պատասխանեցի։ Ես ասել եմ երաշխավորությունը ով է տվել եւ դա տրամաբանված է որ տրվել խմբակցության ղեկավարի կողմից ուրիշ հարց չտակ մնացածը կարծացեք ժողովուրդ թերթի էջով դե ժողովուրդը ասի որ դուք չեք դինելու դա երևացում սա հերթում է այդ պնդումը որ երբ որ խմբակցության բարձրագույն կրթություն եք ստացել հարցը մի շարունակեք երբ որ պատասխանը ստացեք ես հիմա հասարակական նախագահ եմ որովհետեւ ընտրված եմ չգիտեք որ պետք է լինի ընտրությունն է ընտրությունից կա ձևավորվի իշխանություն ձևավորվելուց հետո պետք է ձևավորվեն հանձնաժողովները մրցակցություն կա մեր ֆրակցիայում այսինքն մեկ տեղի համար միշտ եղել են մրցակցային մասնակիցները դնում են իրենց տեխնոլոգիաները երբ որ կընտրվեն եւ կարիք կլինի որպեսզի շարունակեն բնականաբար ես դա կդիտեմ որպես իմ աշխատանքի դուք լարվածություն եք Տրիբյունի ձեր խմբանի լրագրողի կողմից կա իրեն ձեր գործընկերոջ եւ որոշակի լրատվամիջոցներ երբ որ առավոտյան ստանում եք հրահանգ լարվածության բովանդակություն ձևավորելու ուրա լարվածությունը մակա իսկ դրանք ինչպիսին են եղել որ պետք է հարթվեն լարվածության օջախները դուք ստեղծում օջախները դուք ձեր ձեռքով ոչնչացնում եք նորմալ է քաղաքական գործիչը պետք է կարողանա եւ հարվածներ ընդունել եւ հարվածներ հասցնել քաղաքական ոչ թե պրոցեդուրով քաղաքական խոսքի միջոցով նա քաղաքական քանի հարված եք ստացել վերջի շրջանում ձեզանից եմ ստացել երբ որ պատուհանից եմ կողմից պատճառատեսի կեցվածքով տեսա Նիկոլ Փաշինյանը դե դրամային ասում են որ դուք պայծառատես եք կադրերում ուրիշ բան հիմա դուք եկել եք Ես չեմ կրվում, հարցը տվեցիք, թողեք մյուսները տան, Տիկին Խաչատրյան։ Դուք եք հիմա որոշում ով տա հարց։ Ես ձեզ ասեմ, ես իմ մեկնաբանությունը տվել եմ, որովհետև ես քարտուղարության աշխատակիցների մոտով անցել եմ։ Եվ բնականաբար, եթե ես պետք է հաջորդ ելույթ ունենամ, դա պարզապես տեղեր տա։ Պետք է դա։ Երբ որ ես չեմ եղել դավիճում, կարող ենք այլ մեկ այլ խոսի, որից հետո ես կտային ձայնից, ես բնականաբար կանոնական կոդի պահանջով պարտադիր երկու կոնսոլների ցանկում եմ։ Եվ ամեն ինչ նորմալ այցել վերջացել է։ Եվ շուտ եղել են դրանից հետո դեպքեր, երբ որ 20 րոպեի ընտրություններ եղել, քվորում չեղել, այսպես դրամատիկ ինչ-որ մի լարվածության օջախ քննել եւ նորից բերել այն իրողություններին, որին դուք մասնակից եղել, դուք ամբողջությամբ չեք։ Որոշ մասը լրատվամիջոցների, որոնք առավոտյան երբ որ արտանում են, այսպես ինստրուկցիան նաև մելերի տեսքով ստանում են։ Խնդրում եմ, ուրիշ։ Ամեն մեկը ես ես ասեմ, որ ամեն մի պատգամավոր ինքն է իր բացատրությունը տվել։ Եվ Պարաս Սուքյասյանը, եւ Տիկին Պողոսյանը, եւ Հրաչակոբյանը, չգիտեմ մնացած ովքեր են որ որոշել են չդնել, երևի կյանքի հաջորդ, հա, ընթացքում իրենք որոշել են որտեղ իրենց տեսնեն ավելի էֆեկտիվ, իրենց շտաբայրը որտեղ են տեսնում։ Հիասթափություններ չկա։ Դուք ինձ հիասթափություն զգացիք ես հարց առաջադրվել չի, վերջին հաշվով նաև ես ասում եմ աշխատանքը միայն զեկույցների չի, աշխատանքը այն ճանապարհն է, որ մենք անցել ենք նույն անվտանգային միջավայրում մեր գործընկերների, որի արդյունքում մենք այսօր ունեցանք հնարավորություն բանակի ծառայության ժամկետը կես տարով փոխել։ Դա արդյունքան թե չէ։ Դա ծնողների համար արդյունքան թե չէ։ Դրա մեջ չգիտես ինչի շատերը փորձում են վատ բան տեսնել, չգիտես ինչի ուզում են տեսնել, որ մեր երկիրը դարձավ անպաշտպան։
երբ որ ծրագրային բացվեք, եթե մասնակից լինեն այս բոլոր կորուստները, տեսնեին, որ սա տրամաբանական քայլերի հաջորդ քայլն է, իսկ ինչ պետք է անել սրանից հետո հաջորդ քայլերը, դա ուղղված է լինելու եւ կրթությանը, եւ ուրեմն ինժեներական աշխատանքներին, եւ բանակի կանոնակարգային հարաբերությունները ավելի բարձր մակարդակով կառավարելի դարձնելուն եւ ճշմարտություն։ Ամեն օր, երբ որ մենք զոհ չենք ունենում հակառակորդի կրակոցից, մեր կրակոցից, այսինքն հոգեբանական այդ իրողությունները եթե հաղթարված են, դրան պետք է ուրախանալ։ Դրամ էլ բանակի գրավությունը ամեն օր բարձրանում է այն առումով, որ երբ որ լուծում է սոցիալական խնդիրներ, երբ որ այդ գրավչության հետ կապված նաև ծառայության ընթացքը սկսում է փոխվել, այսօր էլ մենք լսեցինք, թե մեր գործընկերոջ երեխա, որը ծառայության մեջ է, ուզում է շարունակի պաշտպան հայրենիքով, որովհետև տեսնում է այնտեղ հեռանկար։ Ամենակարևոր բանը տեսնել հեռանկար, որտեղ ուզում ես լինի ազգային ժողովում, ուժային կառույցներում, կառավարությունում, սովորական աշխատատեղում հեռանկար պետք է տեսնես, որը որ բերում է քեզ բավարարություն եւ այդ բավարարության աշխատանքի վրա կբարձրացնելու բերում է արդյունք մեր երկիրը ավելի գրավիչ դարձնելու համար։